Եմդիտորդական առաքելությունը 27-րդ բարեկությունը իրականացրել իր գործունեության տարածքում ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը նշված առաքելության X-ում ապրիլի 22-ին արված գրառման մեջ։ Խոզնավարում եմդիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը։ Կրակոցները հնարավոր է արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից, նշված է առաքելության էջում։ Ապրիլի 22-ին ազգային ժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև վեճ է տեղի ունեցել, որին հաջորդել է հրմշտոցը, ամեն բան սկսվեց ցեղասպանությունը Արարատը ուրանալու փոխադարձ մեղադրանքներից։ Վեճից ու քաշքշուկից առաջ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ Հայաստան խմբակցությունը հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը քրեականացնող օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Իշխանական խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը այս հայտարարությունից հետո դաշնակցականների մեղադրեց ցեղասպանությունը Եղեռնից 3 տարի անց ուրանալու մեջ, ընդդիմության նախագիծն էլ իրեսպաշտություն որակեց։ Անջատեք եթեր, ընդմիջում 20 րոպե։ Անջատեք եթեր, ընդմիջում 20 րոպե։ Հայրազմագերինի նկատմամբ Բաքվում շարունակվող դատավարության ընթացքում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ ապրիլի 22-ին ցուցմունք են տվել ականի պայթունից իբր տուժած քաղաքացիները։ Հաղորդում է ադրբեջանական ապագործակալությունը, ըստ ԱՊԱ-ի Հասանլի Ալիև ներկայացած անձը իր ցուցմունքում պնդել է, որ 2024 թվականի փետրվարի 4-ին վնասվածքներ է ստացել հայերի տեղադրած ականի պայթունից, ինչի հետևանքով ձախ ոտքի վերջույթը ամպուտացրել են։ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում օգոստոսին համերգով հանդես կգա Երևանում։ Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում։ Ticket.am.com տոմսերի վաճառքի պաշտոնական կայքի հրապարակած տվյալների համաձայն Լոպեսի երևանյան համերգի տոմսերի արժեքները կազմում են հետևյալ կերպով. կատեգորիա 1-ին 378,000 դրամ, կատեգորիա 2 236,000, Ֆանսոնա 307,000 դրամ և General Admission 212,000 դրամ։ Տղամարդկանց հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի ոսկե մեդալակիր է դարձել։ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի պայքարում Լալայանը պոկեց 200 և 210 կիլոգրամ, հրում վարժությունում էլ բարձրացրեց 240 կիլոգրամ։ Բրավո!